Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Բելգիայի թագավորության անվտանգության եւ ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենի հետ։ Ողջունելով Արփինե Սարգսյանին, Բեռնար Քվանտենը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, ընդգծելով դրանց ամրապնդման ու շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Անվտանգության եւ ներքին գործերի նախարարը վերահաստատել է Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համագործակցություն ընդլայնելու Բելգիայի պատրաստակամությունը։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար շնորհավորել է նախարար Քվանտենին պաշտոնի նշանակման կապակցությամբ։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը, կառուցվածքը, ինչպես նաև ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, մասնավորապես ոստիկանության ոլորտում։ Միգրացիոն քաղաքականության շրջանակում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի ներկա փուլը եւ ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունները, ընդգծելով դրանց ռազմավարական նշանակությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։ Կողմերը քննարկել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ համագործակցված պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման եւ փորձի փոխանակման հնարավորությունները։ Բելգիայի անվտանգության եւ ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենն ընդունել է Երևան այցելելու Արփինե Սարգսյանի հրավերը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացման եւ տեղեկատվության օպերատիվ փոխանակման նպատակով կապի սպաների ներգրավման անհրաժեշտությունը։ Կողմերը վերահաստատել են նախարարությունների միջև փոխայցերի կազմակերպման, ինչպես նաև փրկարարների եւ ոստիկանության ծառայողների վերապատրաստման ուղղված ծրագրերի ընդլայնման կարևորությունը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ։ Հունիսի 4-ին ժամը 16-ի սահմաններում մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված Մակարով ատրճանակ, ընդ որում մեկ փամփուշտ էլ փողում։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Լևոն Խեչոյան փողոցում գտնվող իր փաստացի բնակության վայրին կից ավտոտնակի հետնամասից երիտասարդը ներկայացրեց եւս մեկ Մակարով ատրճանակ, Կալաշնիկովի 3 ինքնաձիգ եւ 2 նռնակ։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։ Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին Գանգրահեր տղայի այգու տարածքում նկատել են կայանված Տեսլա մագնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը։ Ոստիկաններն անմիջապես մոտեցել են։ Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ էր, որը ենթադրաբար լցված էր թմրանյութով։ Տարածքը վերցվեց հսկողության տակ, իսկ հետագա գործողություններով ոստիկանների ենթադրությունը հաստատվեց։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կասկածելի վարք դրսևորած Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց, իսկ նրա նետած տոպրակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով 60 փաթեթ լցված թմրամիջոցի նմանվող բուսական ծագման կիսակոշ զանգվածներով։ Դրանց ընդհանուր քաշը 125 գրամ էր։ Նշանակվել է փորձաքննություն։ 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա վարած Տեսլան պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հասարակական կարգի պահպանության ու անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Լոռու եւ Տավուշի մարզերում հունիսի 10-ին պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Լոռու մարզում արձանագրվել է 268 իրավախախտում, որոնցից 109-ը չամրակապված վարելու, 16-ը ավտոմեքենան մկեցված ապակիներով շահագործելու, 11-ը առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ Լոռու պարեկները հայտնաբերել են հաշվառման համանիշի հետ կապված երկրորդ շարքում կայանելու, առանց ԱՊ պայմանագրի եւ տեխնիկական զննություն չանցած ավտոմեքենա վարելու մեկական դեպք։ Հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ, 7 վարորդ վարչական պատասխանատվությանը ենթարկվել, վարելու ընթացքում ծխելու, 10-ը բջջայինից օգտվելու, 2-ը մեքենան անսարք լուսարձակներով շահագործելու, 105-ը այլ իրավախախտումների համար։
Տավուշի մարզի պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են 190 խախտում, 85 անձ ավտոմեքենան վարել է չամրակապված 10-ը առանց վարորդական իրավունքի վկայականի, 7-ը մքեցված ապակիներով, հայտնաբերվել են լուսարձակների անսարքությամբ վարելու, նաև վարելու ընթացքում ծխելու եւ բջջայինից օգտվելու 6-ական դեպք, 5 անձ վարել է տեխնիկական զննություն ճանաչած եւ առանց ապապայմանագրի ավտոմեքենա, հայտնաբերվել է նաև ոչ սթափ 4 վարորդ, արձանագրվել են հաշվառման համարնիշի հետ կապված երկրորդ շարքում կայանելու եւ հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 1-ական դեպք, այլ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 53 անձ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են, հորդորում ենք լինել զգոն եւ խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում քաղաքացիներին մատուցելով թե միգրացիա եւ քաղաքացիության ծառայության, թե հաշվառման քննական բաժինների ծառայություններ։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետեւյալ բնակավայրերում. հունիսի 12-ին Կոտայքի մարզի Գառնի համայնքում, Եղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մտնելով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մտնելով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակ մարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 նապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 նապատիկից 300 ապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։